Լավ, մի հատ հարց արդեն կա Արտուրին կանրադառնանք, բայց մի հատ սկսենք քրեական գործերից, հա։ Որ մեկից, այն դուք սկսենք։ Առաջինը ես հիշում եմ հարցակում կար այդ, որ կարծեմ Ծիծեռնակաբերդի, հա, այդ սալիկները, որ տարել էին, ձերբակալեցին։ Այդ քեզ ձերբակալեցին, թե չէ, ինձ են ձերբակալել։ Իսկ հարցակվողներին գործ բան չկա։ Չէ, ոնց կարա տես բանել։ Լավ։ Ինչ մեղադրանք է ու այդ գործը ինչով է ավարտվել կամ շարունակվում, ուր է հասել։ Վարչական ձերբակալություններ, Այսինքն 3 ժամը, հա։ Հա, 3 ժամը ու ոչ մի հետևանք չունեցավ, այսինքն ոչ տուգանք եղավ, ոչ բան, որովհետև ձերբակալությունը բացահայտ ապօրինի էր։ Դե այսինքն հետևանք չունեցավ ձեզ համար։ Հա, սալիկները տանողի համար թույլ տվեց ավարտին հասցնել գործը։ Հիմա տեսեք, եթե ձերբակալություն կա, պիտի հետևանք ունենա։ Բայց ոչ մի հետևանք, ծանուցում եւ այլն տեղի չունեցավ։ Այսինքն ձերբակալությունը բացահայտ ապօրինի է եղել եւ տեսախցիկների արժեվ։ Այսինքն եթե տեսախցիկները չլինեն, միգուցե ես փորձել այդ Իսկանդերով ոստիկաններին կրակեի բան եւ այլն, այսպես չափազանցնեն, իրանք իրաց սև մութ գործը կանեն։ Չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջի։ Բայց դա նման բան չկա, որտեղ տեսանյութում այդ ամեն ինչ երևում է։ Դեպքից հետո բացահայտեցինք, որ այդ տոմետները Ծիծեռնակաբերդի տարել են մասնավոր սեփական տարածք ու ընտեղից արդեն վաճառում էին։ Այսինքն բացահայտեցի ու հետո այնտեղից անհետացավ։ Այսինքն ոստիկանություն դիմեցին եւ այլն բան, բայց ոստիկանությունը էլի ծածկադեմ փոծարեց եւ ոչինչ չբացահայտվեց։ Ով տեղյակ չի թեմայից, Ծիծեռնակաբերդի են զբոսուղին, հա, որ բարձանում ես, տեղից շատ որակյալ բետոնե սալիկները հավաքեցին, տոմետներ, հա։ Հավաքեցին տարան, անհասկանալի ինչ որ ասֆալտ արեցին, ընդ որում այդ ասֆալտի պատճառով ահա որ նաև շոկել է այդտեղ հիմա, ու տհաճ հոտ է գալի շոկի ժամանակ, ու փաստացի որակյալ դրա կարիքը ընդհանրապես չկար, շատ եթե ինչ որ բանը տեղ վնասված էր, կարելի էր քանդել, նորից հավաքել։ Վնասված չկար, վնասված չէ, նույնիսկ այդ սալիկները չեն կարողանում պոկել, GCB-ով մալատոկով էին քանդում։ Ու այդ աշխատանքների հիմնավորումը Երևանի քաղաքապետարանը հետևյալ ձևի էր հիմնավորում, որ հրշեց մեքենաները անհրաժեշտության դեպքում, որ կարողանան բարձրանան, այսինքն այդ տոմետի վրով չեն կարողանալու, այսինքն այսքան 50 տարի, երբ որ անհրաժեշտության դեպքում կարիք է եղել, չէին կարողացել բարձրանալ, բարձրացել են, ուղղակի երևի ինչ-որ մեկին տոմետ է պետք եղել, փող են ուզեցել յուրացնել ու բյուջեն չեն կարողացել կատարողականը փակեն, դրա համար տենց անհասկանալի ծրագրերի վրա բյուջեն ծախսել են, էլի։ Լավ, իսկ մահափորձի գործով ինչ կա։ Մահափորձի գործով եւ երբ ա եղել այդ մասին մի քիչ պատմեք։ 2023 թվականի ավականու, այսինքն առաջին նիստի, հա, քաղաքապետի ընտրության 1 օր առաջ, ասենց ասած ԿՊ-ից մեսիջեր սենց ասած, ինչ եղավ, 3 հոգի դանակով, կապիշնով, գիշերը հարցակվեցին, հաջողեց ինձ մեկին վնասազերծեմ, հանձնեցի ոստիկանությանը, պարզվեց, որ այդ անձնավորությունը նախկինում դատապարտված է նմանատիպելի դեպքի համար, դանակահարություն եւ այլն։ Այդ մարդը 1 վայրկյան ձերբակալված չի եղել։ Այդ մարդը միջև հիմա ազատության մեջ է, դեպքից անցել է 3 տարի, շուտով արդեն վաղեմության ժամկետը քրեական գործի կլարանա եւ ըստ էության փաստացի դեպքի արդի ոչ ոք պատասխանատվություն չի կրելու։ Այսինքն գործ կա, բայց դες քնացրած է։ Չէ, դատարանում էլ է գործը, տվյալ դեպքի վերաբերյալ, մեկ անձի վերաբերյալ, այն 2 անձը հայտնի է, միջև հիմա ման են գալի չեն գտնում։ Դե պարզ է։ Երևի փորձում են վաղեմության ժամկետը։ Հա, դատական նիստը մի օր չի կայանում, մեկի ճնշումն է վատանում, չգիտեմ։ Փաստաբանը ժամերը խառնած եւ այլն, հա,
եւ այլն ծանոթ Սոնա Մնացականյանի գործից շատ ծանոթ բան է էլի չէ կարծես թե աշխատում էին վաղեմության ժամկետի վրա դե արդեն համարյա հասել են 5 տարի է հասել են հեսա շուտով 4-րդ կլրանա ապրիլի 26-ին Սոնա Մնացականյանի սպանության այդ գործն է վրաերթի հա շատ ծանոթ բան մեխանիզմ է լավ իսկ մասիվի թաղապետարանով ուրեմն ծեծը հա մասիվի թաղապետարանի գործ արդեն դատարանում է անկեղծ ասած մեծ սպասելիքներ չունեմ որ ինչ-որ մեկ օրենքի ամբողջ խստությամբ պատիժ կկրի բնականա ոչ ոք չի պատժվելու տենց դատականիստերը կկայանա եւ ըստ էության ոչ ոք չի նստի դրա համար բայց ցավալին են որ այսինքն ոչ թե ցավալին այլ ողբալի իրավիճակը նրանում կանը որ ինձ վրա տվյալ դեպքի վերաբեր ավելի ծանր հոդված է դրված իմ ու Մեսրոպ Մանուկյանի վրա քան թե իրանց վրա իսկ խուլիգանություններ չէ կարծեմ չէ տեխնոլոգիաների կիրառմամբ ստորացնելու հոդվածը ինչը որ Նարեկ Սամսոնյանից վրա եղել այսինքն հասկանում եք ինչա տեղի ունեցել իսկ ինչ եք արել որ ստորացրել եք իբրև թե քաղաքական ակցիա որ իրականացրել ենք ի պատասխան թաղապետի զանգին որ զանգել հայհոյել էր քաղաքական ակցիա եմ իրականացել դա ստորացում են համարել ու հետաքրքիր է նա ոչ թե հաղորդումը ներկայացել այդ օրը արարքի ժամանակ այլ թաղապետարանում տեղի ունեցած դեպքից հետո այսինքն տարբեր դեպքերը այսինքն վարույթները բերեկպցրել են իրար ուղարկել են դատարան որը մեկը մյուսի հետ կապ չունի էլի հետաքրքիր է չէ ինչ նոր հոդվածներ կարող են գտնել հորինել չգիտեմ օրինակ հայհոյելու հոդվածը իրականում այդպիսի բան էին ի սկզբանե հա 21 թվականին կարծեմ ուզում էին բերեին որ բերեցին հա ծանր վիրավորանք պաշտոնյաներին ծանր վիրավորանքը ինչ որ տուգանք հա եւ այլն կարողացանք տարբեր հա գործիչներով միավորներով տեղ հասցնել որ Հայաստանում ուզում են այսպիսի օրենք են նորից ընդունել եւ չեղարկեցին որովհետեւ կարծեմ Վենետիկի հանձնաժողովից արձագանք եղավ հակասահմանադրական էր եւ այլն հետ կանչեցին այդ օրենքը բայց փաստացի շարունակում են հայհոյելու համար իրենց հայհոյելու համար մարդկանց պատժել կամ իրենց հայհոյանքին պատասխանելու համար մարդկանց պատժել տարբեր հոդվածներով on-line խուլիգանություն ձերը ոնց էր տեխնոլոգիաների կիրառմամբ ստորացնել դե խուլիգանությունը այդ նույնն է էլի հերոչեթանքը ասենց ասած տղեկի օրինակը վաղ հիմա այս օրինակ որ տնենք նախկինում այդ նույն ասենց ասած արարքը դա ժողովրդավարություն էր համարվում այսինքն այն հայտնի սոց հաղորդումը որ պաշտոնատար այդ թվում նախագահի հասցեին ինչ չասես ասում էին այսինքն բայց չենք հիշում որ որովհետեւ սարքեր էին արգրավում կամ իրանց ձերբակալեցին բայց այդ ժողովրդավարությունը հա դրանից հետո վերածավ դա արդեն դարավ տեխնոլոգիաների կիրառմամբ անձի ստորացում ընդ որում Նարեկի ու Վազգենի դեպքում էլի հիշենք որ հրահրողը ու առաջի վիրավորանք հնչեցնողը հաժեի այսպես կոչված նախագահներ էլի գրեթե նույնաբովանդակ դեպք է որտեվ ինձ էլ էր ասիկան թաղապետներ զանգել եւ հայհոյել հա այդ ակցիայից առաջ անտեղին անհիմն տեղին վիրավորելա որին ի պատասխան եկել է այդ ամեն ինչը այսինքն իրանք են սադրել եւ մամուլում սուտ տեղեկատվություն են տարածը թե իբրև Չախոյանը sense բաներ արել գնացել մանկապարտեզեր նկարել հա թաղապետին էր վիրավորել թաղապետն էլի պատասխան զանգել է դրա համար որ բնավ դες բան չկա եւ դատական գործերում էլ վերաբերյալ ոչ մի նյութ էլ իրանք հետ չեն ներկայացրել եւ դատարանում էլ ասել են որ դա սուտ է եթե կա տես բան բերեք ներկայացեք ու չեն ներկայացրել որովհետեւ չկա այսինքն ստի կեղծիքի վրա իրենց սուտը առաջ են տանում այս համակարգում հա
ըստ էության ռեպրեսիվ, նենց արդեն լավ հաստատված, լավ յուղած, նորմալ աշխատող, համարյա զբոյեր չտվող այդ համակարգում, այն ամենայնիվ դու շարունակում ես պայքարել, հա, ինձ հաճախ է վիդեոները բերում, Facebook-ում ոնց է մի անգամ նայում ես, հետո սկսում է այդ նույն մարդու բաները հաճախ է բերում։ Հիմա սենց մի հատ բան էլի, հաստատ այս հարցի պատասխանը կունենաս, որ այս իշխանությունները երբ որ սկսում են իրանք գովազդել, չգիտեմ, դա լինի ընտրություններից առաջ բան, հա, անընդհատ ինչ որ այս կկառուցենք, այն կսարքենք, այս կառուցեցինք, այն հիշում եք, հա, կարմիր լենտ էին կտրտում անընդհատ եւ այլն եւ այլն եւ այլն։ Վերանորոգեցին, սարքեցին, շինեցին, հա։ Հետո նայում ենք, ասենք, քո Մեսրոպի մանկապարտեզներից այդ վիդեոն, որ երկու մատով, ասենք, քարը հանգիստ դուրս է գալիս, կամ օրինակ Մեսրոպեի մի հատ վիդեո էր դրես քանի օրը Կիլիկիայում մանկապարտեզ էր խոստացել կառուցել, հա, ու sense դատարկություն էլի ինչ որ չոլա։ Այդ ծրագիրը ձախողվեց, ճիշտն ասած, Կիլիկիայի մանկապարտեզը, հենց այս գործակարգավարական նիստում իրենց զեկույցով էլ բացահայտ փաստվեց, որ այդ ամենը fake է եղել 2023 թվականի Տիգրան Ավինյանի քարոզարշավ է, ինքը գնացել էր մի տարածքում էր կանգնել, ինչ որ նախագիծ էր ցույց տալի երեխեքի մանկապարտեզի բերել, որ հետևում պետքա մանկապարտեզ կառուցվի, այսինքն մասնավոր սեփական տարածքում, երևի չեն էլ իմացել, որ դի մասնավոր սեփական տարածք է, ուղղակի որևէ հարմար տարածք են վեկալը, գնացել նկարել են, հիմա PR-ը, բանա